կարծիքի էի, ելույթ ունենամ, թե չունենամ, առաջուց ուզում էի ունենամ, հետո ասեցի չունենամ, բայց հիմա նորից անպայման պետք է ունենամ, ընդհանրապես ես թելադրվում եմ մի վերուստ, ոչ թե մտքով եմ մտածում, այլ հոգեպես եմ մտածում, հոգիս ինչ թելադրում են անում եմ։ Ճիշտ ասած, ես կան իմ առողջական խնդիրների հետ կապված դաժին ընտանիքի հետ ես այդքան չեմ քննարկել, որովհետև մինչև ես ծայր աստիճան չլինի բժշկի չեմ դիմում, հավանական է դա մեր հայկական մենտալիտետն է, որը կարող է եւ սխալ է, կարող եմ կողմից էլ ճիշտ է, չգիտեմ։ Հիմա ես դրան չեմ ուզում անդրադառնալ։ Ճիշտ ասած, մինչև ինձ կալանավորելուց հետո իմ վրա 4 քրեական գործ հարուցեցի։ Հիմա 2 գործը ուրեմն փակվել է, որը կայանում է նրանում, որ ես այստեղ դատարանի առջև ասել էի, որ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դաշինք կնքի ռուս-բելորուս միության հետ, համար առաջին խնդիրը դա է եղել, եւ ես 102 բազայի վերաբերյալ ասում եմ, որ պետք է անպայման մենք ինչ որ պահել ենք մեր բավական դարավոր 200 տարի այդ հարաբերությունները, եւ եթե կարող ենք ընդուլ Եվրոմիության հետ դաշինք ընկել կամ չինական այդ բանի հետ էլ դաշինք ընկել, ուրեմն դա նպաստեց արագ կարգով, որպեսզի ինձ ուրեմն կալանավորեն։ Իմ այսօրվա այս ամեն ինչը քաղաքական պատվեր է, բարձրաձայնում եմ եւս մեկ անգամ։ Մեղադրող կողմը, որ ներկայացնում է, թե վկաների անուններ է տալիս, չկա մի վկա, չկա մի հողացի, որ ինձ հետ քննարկել է, ինձ հետ պայմանավորվել է, ինձ հետ հեռախոսով խոսել է, ինչ որ 2 հոգի իրար հետ խոսում են, որը դատարանում կանգնում ասում են մի բան կա պայմանավորվելու, երբ որ վկան եկավ դրա վերաբերյալ, հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ, դրա վերաբերյալ ես անպայման իմ խոսքը կասեմ, թե մենք ինչ նկատի ունեցել ենք մենք։ Ինչ մնում է նկարիչի հետ կապված ամենափրկիչը նկատի ունեք, խոսակցության բովանդակություն նկատի։ Այո։ Ինչ մնում է նկարիչի հետ կապված, նկարիչը եկե նկարել ամենափրկիչը, գումարները ստացել է, գնացել է։ Դա հետ չկապ չունի։ Ես ուղղակի իմ խոսքերի մեջ այսպիսի մի բան եմ ասում, որ ես ոչ թե միլիարդեր եմ, ավելցուկից եմ արել, այլ արել եմ վերջինով եմ արել, որովհետեւ այդ խոսակցությունը շատ տեղեր ես միշտ խոսում եմ, իսկ եթե դրանից որ փաստեր է հայտնաբերվել, որ Ղուկասյանի, չգիտեմ, ինչ որ կաբինետից փաստաթղթ այդպիսի բան չկա, ինչ մնում աբորենի շինությունների համար, այո, գրել են եւ վարչապետին, որ Գյումրիում 10,000 աբորենի շինություններ կա, եւ այսօր էլ իրենք որոշումը կայացրել են, որ մի տարի երկարացկել է։ Ինչ մնում է այդ շենք շինության համար, մի բան կարող եմ ասել, պետք է դատել նրանց, ովքեր մինչև այսօր թույլտվություն չեն տվել, որ այս մարդիկ այդ շենք շինությունը կառուցեն, որովհետև ոչ ճարտարապետական տեսք է խաթարում, ոչ քաղաքի տեսք է խաթարում, այլ մարդը ներդրում է արել քաղաքի համար։ Դրա եղբորը մի հեկտար հող եմ տվել, կանչեք հարցրեք մի կոպեկ փող, ինչ կոկա-կոլա պատիվ տվել է, կամ ասենք այդ տարածքը որ վերցրել են, ես այն ժամանակ մինչև 12 թվականը վաճառել էի Արամ Խաչատուրյանին, Հիսուսի Բերյուցի տղային էինք վաճառել, 15 հատ այդտեղից տնագներ են հեռացել, որ մարդ այդտեղ շենք շինություն պետք է կառուցել, հետո մեկը մյուսի հետ վաճառել են, այսօր շենք շինություն էին կա, պետք է կառուցել։ Ես եկել եմ քաղաք այն ժամանակվանից մինչև այսօր ասում եմ, քաղաքը պետք է կառուցվի, որովհետև աղետ տեսած քաղաքի 90%-ով փլված եղել ամեն ինչը։ Եվ այսօր որ մտնում եք Գյումրին ուրախանում եք հայրա քաղաքը, որ մտնում եք տեսնում եք, բոլորի տակը գրված է Վարդան Ղուկասյան եւ ուրեմն հատկացումը եւ ավարտական ակտերը։ Եվ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր շքանշաններին բացի հերոսի։